Բարի գալուստ բուժատետր։ Սկսենք մի ֆենոմենալ փաստից, որը քչերին է հայտնի։ Երբ մենք քնում ենք, մեր օրգանիզմը անցնում է ինքնամաքրման եւ վերականգնման ռեժիմի։ Գիշերվա ընթացքում ստամոքսի թթվայնությունը փոխվում է, իսկ բերանի խոռոչում բակտերիաները բազմանում են մի քանի անգամ ավելի արագ, քանի որ թուքը քիչ է արտադրվում։ Եթե դուք քնելուց առաջ ծամում եք մեխակ կամ խմում եք մեխակով թեյ, դրա մեջ եղած հզոր էֆիրային յուղերը չեն անհետանում։ Դրանք գիշերվա ընթացքում ժամացույցի մեխանիզմի նման դանդաղորեն ներծծվում են լորձաթաղանթի միջով, մտնում մարյան մեջ եւ սկսում իրենց բուժիչ աշխատանքը հենց այն ժամանակ, երբ դուք հանգստանում եք։ Սա նման է բնական կաթիլային ներարկման, որը գործում է 8 ժամ անընդմեջ։ Այժմ հասկանանք, թե ինչ կկատարվի ձեր օրգանիզմի հետ, եթե ընդամենը 10 օր շարունակ քնելուց առաջ դուք ծամեք ընդամենը 2 հատիկ մեխակ կամ խմեք մեխակով թեյ։ Որպեսզի հասկանանք մեխակի անհավանական ուժը, նայենք բաղադրությանը։ Մեխակը պարզապես չորացրած բույս չէ, այն կենսաբանական ակտիվ նյութերի խտանյութ է։ Էվգենոլ։ Սա մեխակի սիրտն է։ Այս նյութը կազմում է մեխակի էֆիրային յուղերի մոտ 85%-ը։ Էվգենոլը բնական հականերկիչ է, որը իր ուժով չի զիջում շատ քիմիական անտիսեպտիկների։ Հաջորդը վիտամինային կոկտեյլ։ Այստեղ կա հսկայական քանակությամբ վիտամին K, որը չափազանց կարևոր է արյան մակարդելության համար, վիտամին C, իսկական էներգետիկ ներուժ ունեցող B խմբի վիտամինները եւ վիտամին A։ Բացի այդ, պարունակում է հանքանյութեր, մանգան, որը չափազանց կարևոր է ուղեղի աշխատանքի եւ ոսկորների համար, երկաթ, կալցիում, մագնեզիում եւ մի շարք այլ հանքանյութեր։ Այժմ ձեզ ենք ներկայացնում 5 հիմնական խնդիր, որոնց դեպքում մեխակը անփոխարինելի է։ Առաջին՝ քրոնիկ հոգնածություն եւ վատ քուն նյարդային համակարգ։ Մեխակի բույրը եւ դրա կազմում եղած մագնեզիումը եւ B խմբի վիտամինները հանգստացնում են գերգրգռված նյարդային համակարգը։ Այն նվազեցնում է սթրեսի հորմոնի կորտիզոլի մակարդակը։ Գիշերվա ընթացքում քնելուց 30 րոպե առաջ մեխակի թեյը թուլացնում է մկանային լարվածությունը, օգնում է արագ անցնել խորը քնի փուլին, ինչի շնորհիվ դուք առավոտյան արթնանում եք թարմ եւ էներգիայով լի։ Հաջորդը բերանի տհաճ հոտ, լնդերի արյունահոսություն կայրես։ Բերանի տհաճ հոտի հալիտոզի պատճառը 90% դեպքերում բակտերիաներն են, որոնք ապրում են լեզվի արվատին եւ ատամների արանքում։ Մեխակը գործում է որպես բնական լազեր, այն ոչնչացնում է նեղում առաջացնող բակտերիաները, ամրացնում է լնդերի մազանոթները, դանդաղեցնում է արյունահոսությունը։ Ատամնաբույժները հաճախ են օգտագործում մեխակի հիմքով նյութերը, ավենոլները բուժելու համար։ Հաջորդը ծանրության զգացում ստամոքսում, գազեր եւ դանդաղ մարսողություն։ Եթե երեկոյան ուտելուց հետո ձեր ստամոքսը փքվում է կամ ունեք թթվայնության խնդիր, մեխակը կփոխարինի որոշ ֆերմենտային դեղերի։ Մեխակը խթանում է ստամոքսայութի եւ մարսողական ֆերմենտների արտադրությունը։ Գիշերվա ընթացքում այն նվազեցնում է աղիներում խմորման գործընթացները, վերացնում է սպազմը եւ առավոտյան դուք արտանում եք հարթ եւ թեթև որովայնով։ Հաջորդը թույլ իմունիտետ եւ հաճախակի մրցածություն։ Եթե թեթև քամուց ձեր կոկորդը ցավում է, ձեզ անհրաժեշտ է իմունային համակարգի վերագործարկում։ Մեխակի հակաօքսիդանտները բարձրացնում են սպիտակ արյան բջիջների, լեյկոցիտների ակտիվությունը, որոնք պատասխանատու են վիրուսների որսի համար։ 10 օրում ձեր օրգանիզմի դիմադրողականությունը կբարձրանա մի քանի անգամ։ Հաջորդը մակաբույծներ, ճիճվակրություն եւ սնկային ինֆեկցիաներ։ Սա այն թեման է, որի մասին բարձրաձայն չեն խոսում, բայց շատերը տառապում են հենց սրանից։ Օրգանիզմում թաքնված պարազիտները հաճախ հանդիսանում են մաշկային ցաների, ալերգիաների, հոգնածության պատճառ։ Մեխակը այն եզակի միջոցներից է, որը սպանում է ոչ միայն հասուն մակաբույծներին, այլև ոչնչացնում է դրանց թրթուրներն ու ձվերը։ Մեխակը նաեւ ճնշում է կանդիդա սնկի աճը։ Ահա ինչ կկատարվի 10 օրվա ընթացքում, եթե դուք կանոնավոր ամեն օր օգտագործեք մեխակ։ Առաջին 1-2 օրը մաքրման մեկնարկ։ Առաջին իսկ առավոտյան դուք կնկատեք, որ բերանում չկա տհաճ կպչուն զգացողությունը եւ հոտը։ Շնչառությունը կլինի բացարձակ թարմ, կվերանա ստամոքսի ծանրությունը։ 3-5 օրեր էներգիայալի, նյարդային համակարգը հանդարտվում է, դուք ավելի հեշտ եք քնում, արտանում եք ավելի շուտ, առանց հոգնածության զգացման։ Մաշկի վրայի մանր բորբոքումները սկսում են անհետանալ, քանի որ տոքսինները դուրս են գալիս։ Օր 6-8 աղիքային հեղափոխություն։ Մարսողությունը սկսում է աշխատել շվեյցարական ժամացույցի պես։ Որովայնի փորացավերը, գազերը դադարում են, այս փուլում օրգանիզմը արդեն ակտիվորեն ազատվում է թաքնված սնկերից եւ մակաբույծներից։
Եվ 9-10-րդ օրեր նոր ինքնազգացողություն։ Ձեր թեթևության զգացողությունը հասնում է գագաթնակետին։ Մաշկը դառնում է մաքուր, փայլուն, որակյալ, դեմքի գույնը լավանում է, իմունային համակարգ արդեն պատրաստ է դիմակայել ցանկացած վարակի։ Դուք ձեզ ավելի լավ եք զգում, ավելի ակտիվ եք զգում, ավելի առողջ եք զգում, ինքնատիրապետումը ավելի լավ է, նյարդային համակարգը շատ ավելի հանգիստ է։ Բացի այդ, մեխակի մի շատ կարևոր հատկություն։ Մեխակն ակտիվորեն պայքարում է արյան մեջ շաքարի բարձր մակարդակի դեմ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեխակի բաղադրիչները օգնում են բջիջներին ավելի լավ ընկալել ինսուլինը։ Երբ դուք այն օգտագործում եք գիշերը, այն օգնում է կայունացնել գլյուկոզայի մակարդակը արյան մեջ քնած ժամանակ, ինչը կանխում է առավոտյան շաքարի կտրուկ տատանումները։ Արդյունքը կլինի էներգիայի կայունություն եւ քաղցրավենիքի հանդեպ գիշերային պահանջի նվազում։ Մեխակը արդյունավետորեն պայքարում է նաև քրոնիկ բորբոքումների եւ հոդացավերի դեմ։ Շատ հիվանդությունների, այդ թվում արտրիտի հիմքում ընկած է թաքնված քրոնիկ բորբոքումը։ Մեխակի հակաօքսիդանտները արգելափակում են բորբոքային պրոցեսներ հրահրող մոլեկուլները։ Գիշերվա ընթացքում այն նվազեցնում է հոդերի եւ մկանների լարվածությունն ու ցավը։ Արդյունքը կլինի առավոտյան հոտերի կոշտության նվազումը եւ շարժումների թեթևությունը։ Ինչպես ճիշտ կիրառել մեխակը՝ 2 պարզ եղանակ։ Որպեսզի մեխակից ստանաք առավելագույն օգուտ եւ չվնասեք ձեզ, կիրառեք այս 2 եղանակներից մեկը քնելուց 30 րոպե առաջ։ Ծամելու եղանակ։ Պետք է նշել, որ ծամելու եղանակով մեխակ օգտագործելը ցանկալի է կիրառել նաեւ օրվա ընթացքում։ Այսինքն սա պարտադիր պայման չէ, որ երեկոյան օգտագործեք։ Շատ ավելի լավ կլինի, եթե օրվա ընթացքում ծամեք։ Իսկ արդեն մեխակի թուրմը, թեյը ամենալավ ազդեցությունն է ունենում գիշերը քնելուց առաջ։ Մեխակ ծամելու եղանակը։ Օգտագործեք ուղիղ 2 հատիկ մեխակի կոկոն։ Ավելին պետք չէ, քանի որ այն շատ խտացված է։ Դրեք մեխակը բերանի մեջ եւ սկզբում պարզապես պահեք, որպեսզի դրանք փափկեն թքի ազդեցությամբ։ Այնուհետև սկսեք դանդաղ ծամել թուքը կուլ տալով։ Ծամեք այնքան ժամանակ, մինչ բերանում կզգաք թեթևակի թմրություն եւ կծվություն։ Սա նշանակում է, որ կարևոր նյութը էվգենոլը ակտիվացել է։ Մնացած մանրացված զանգվածը կարող եք կուլ տալ ստամոքսի բուժման համար, կամ եթե համը ձեզ համար չափազանց կծու է, կարող եք թքել։ Դրանից հետո որոշ ժամանակ ջուր մի խմեք, որպեսզի բուժիչ շերտը մնա լորձաթաղանթին։ Իսկ արդեն սնվել կարող եք մեխակ ծամելուց 20-30 րոպե անց։ Այժմ խոսենք մեխակով թեյի մասին։ Մեխակով թեյը ունի բոլորովին այլ համակարգային եւ մեղմ ազդեցություն ամբողջ օրգանիզմի վրա։ Տաք ջրի ազդեցությամբ մեխակի էֆիրային յուղերի մի մասը գոլորշիանում է, ինչը թեյին տալիս է ուժեղ արոմոթերապևտիկ ազդեցություն։ Միևնույն ժամանակ ջրի մեջ են անցնում մեխակի վիտամիններն ու կարևոր հակաօքսիդանտները։ Տաք հեղուկը ընդլայնում, լայնացնում է անոթները, օգնում, որ նյութերը հեշտությամբ յուրացվեն հաղեստամոքսային տրակտում։ Որ դեպքերում է սա անփոխարինելի։ Մրսածություն եւ վիրուսներ։ Մեխակն ունի հզոր, քրտնաբեր եւ ջերմաստիճանը կարգավորող ազդեցություն։ Այն օգնում է թուլացնել հազը, մաքրել բրոնխները լորձից։ Սթրես եւ անքնություն։ Տաք թեյի բույրը ազդում է ուղեղի հանգստության կենտրոնների վրա, նվազեցնելով տագնապայնությունը։ Ուտելուց 30 րոպե առաջ խմած մեխակով թեյը նախապատրաստում է ստամոքսը ծանր սնունդը մարսելուն։ Պատրաստման եղանակը։ Սովորական սև կամ կանաչ թեյը թրմելիս թեյնիկի մեջ ավելացրեք 2-3 հատիկ որակյալ մեխակ։ Թողեք թրմվի 7-ից 10 րոպե, այնուհետև վայելեք անուշաբույր թեյը։ Եվ մեխակի թուրմ։ Սա հզոր հակամակաբուծային եւ մաքրող միջոց է։ Թուրմը մեխակի օգտագործման ամենախտացված եւ բուժական տարբերակն է, որտեղ ջուրը երկար ժամանակի ընթացքում իր մեջ է քաշում բույսի ամբողջ կենսաբանական ներուժը։ Ի տարբերություն թեյի, թուրմը չի եփվում բարձր ջերմաստիճանում, որպեսզի չոչնչանան զգայուն նյութերը, այլ երկար ժամանակ մնում է գոլ ջրի մեջ կամ թրմվում է թերմոսի մեջ։ Ստացվում է բարձր խտությամբ հեղուկ, որն անցնում է ուղիղ աղիքներ, որ դեպքում է սա անփոխարինելի միջոց։ Պայքար մակաբույծների, ճիճուների դեմ։ Սա մեխակի թուրմի գլխավոր առաքելությունն է։ Այն կաթվածահար է անում պարազիտներին եւ ոչնչացնում է դրանց ձվերը աղիքներում։ Մաշկի լվացումներ։ Այս թուրմով կարելի է լվանալ դեմքը ակնեի բզուկների դեպքում կամ ողողել մազերը թեպի դեմ պայքարելու համար։ Պատրաստման եղանակը։ 5-6 հատիկ մեխակին ավելացրեք 1 բաժակ 200 մլ եռման ջուր, փակեք կափարիչով կամ լցրեք թերմոսի մեջ եւ թողեք մնա նվազագույնը 2-3 ժամ։ Ավելի լավ է ամբողջ գիշեր։ Խմեք օրական 2 անգամ մեկական թեյի գդալ ուտելուց առաջ կամ օգտագործեք արտաքին ձևով։ Խոսենք նաև վտանգների, հակացուցումների եւ զգուշացումների մասին։ Պարտավոր ենք ձեզ զգուշացնել, որ անգամ ամենաօգտակար բնական միջոցը ունի իր հակացուցումները։ Մեխակը չի կարելի օգտագործել հետևյալ դեպքերում։
Ստամոքսի խոց եւ էրոզիա սուր փուլում։ Քանի որ մեխակը խթանում է թթվի արտադրությունը, խոցի առկայության դեպքում այն կարող է գրգռել ստամոքսի պատերը։ Հաջորդը հղիություն եւ կրծքով կերակրում։ Մեխակի էֆիրային յուղերը կարող են տոնուսի բերել արգանդի մկանները, ինչը հղիության ժամանակ անցանկալի է։ Հաջորդը արյան բարձր ճնշում հիպերտոնիա։ Մեխակն ունի թեթևակի տոնուսավորող հատկություն եւ կարող է բարձրացնել արյան ճնշումը։ Եթե ունեք հիպերտոնիկ կրիզների հակում, զգույշ եղեք։ Արյան հիվանդություններ եւ նոսրացնող դեղեր։ Եթե դուք ընդունում եք հակակոագուլյանտներ, այսինքն արյունը ջրիկացնող դեղեր, օրինակ վարֆարին կամ ասպիրին, ապա մեխակը կարող է ուժեղացնել դրանց ազդեցությունը, քանի որ էվգենոլը ինքնին դանդաղեցնում է արյան մակարդումը եւ տարիքային սահմանափակում։ Մինչեւ 2-3 տարեկան երեխաներին մեխակ խորհուրդ չի տրվում։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե մեր աշխատանքը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում գրեք. Արդյոք գիտեք մեխակի այսքան օգտակար հատկությունների մասին, կիրառում եք այն բուժական նպատակով, թե ոչ։ Մեկնաբանությունների հատվածում կարող եք նաև առաջարկել նոր թեմաներ մեր հաջորդ թողարկումների համար։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, որոնք ձեր առողջության մասին են։ Լավ եղեք, առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։